Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը Խոյ նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերը։ Հիշեցնեմ, որ հորոսկոպն առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Այսպիսով, արևը մինչև օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 5-րդ տանը և ակտիվ կլինի ձեր 5-րդ սեկտորը, այսինքն այստեղ հարաբերություններ, սիրավեպ, այն ամենը ինչը մեզ հաճույք է պատճառում, արվեստի գործերը, սպորտը, ազարտային խաղերը, ինչպես նաև երեխաների հետ կապված հարցերը ակտիվ կլինեն այս թեմաները։ Այնուհետև ամսի 23-ից հետո արևը կանցնի կույզ նշան և ակտիվություն կգա ձեր 6-րդ սեկտոր, այսինքն այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ, ձեր առօրյայի հետ, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ, իհարկե նաև առողջության հետ։ Եթե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ հարցեր կան, ապա այս ժամանակահատվածում կարող եք զբաղվել դրանցով։ Մերկուրի մոլորակը մինչև ամսի 9-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 5-րդ տանը, բերելով զանգ, նորություն, նամակ ձեր երեխաներից կամ գուցե ձեզ հրավիրեն այս ժամանակահատվածում կինո, ռեստորան կամ ինչ-որ հանգստի վայրեր։ Ամսի 25-ից հետո Մերկուրին կանցնի կույս նշան ձեր 6-րդ տուն և այդ զանգերը, խոսակցությունները, բանակցությունները, նամակները, մտքերը կապված կլինեն ձեր աշխատանքի, ձեր առողջության հետ։ Վեներա մոլորակը ամսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ գտնվելու է կշերք նշանում, իսկ դա ձեր 7-րդ տունն է։ Վեներան 7-րդ տանը շատերը գուցե այս ժամանակահատվածում, ովքեր իհարկե պլաններում ունեն, գուցե ամուսնանան կամ հաճելի ժամանց ունենան իրենց ամուսնու կամ կնոջ հետ, կամ եթե ինչ-որ գործարք պետք է կնքեք, ապա շահավետ գործարք կնքեք։ Կամ գուցե ձեր զուգընկերոջից կամ գործընկերոջից հաճելի ինչ-որ նվեր ստանաք։ Մարս մոլորակը ամսի 12-ից սկսած կանցնի Խեց գետին նշան, իսկ դա ձեր 4-րդ տունն է, որտեղ Մարսը այնտեղ ահռելի էներգիա։ Իսկ Մարսը 4-րդ տանը կբերի ձեզ մեծ ակտիվություն ընտանիքի անդամների հետ, միայն զգույշ եղեք, որ այդ ակտիվությունը չվերածվի վիճաբանության կամ ինչ-որ տարաձայնությունների։ Եթե ինչ-որ անշարժ գույք է գնում վաճառում, ապա այս տարաձայնությունները ինչ-որ լարված իրավիճակներ կարող են լինել կապված դրա հետ։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել առյուծ նշանում, այս ամսում շարժվելով 7-ից 13 աստիճան, որտեղ Յուպիտերը այնտեղ դրական էներգիան, դրական նվերները, իսկ ձեր 5-րդ տանն է, այսինքն ձեր արևի հետ կամ ձեր ասցենդենտի հետ դրական ասպեկտացիա է ունենալու, ոչ միայն հիմա, այլ առաջիկա 1 տարում Յուպիտերը այնտեղ է գտնվելու, բերելով ըստ ժամանակահատվածների իր նվերները։ Յուպիտերը 5-րդ տանը, գուցե բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բալիկ ունենալ, ապա ունենային այս ժամանակահատվածում, կամ ինչ-որ լավ հարաբերություններ սկսվի, նոր սիրային հարաբերություններ սկսի, կամ եթե ինչ-որ արվեստով եք զբաղվում, ապա հնարավոր է ձեր արվեստը այսպես ընդլայնվի, գուցե դրանով դուք կարողանաք գումար աշխատել կամ դուրս գային միջազգային շուկա, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Կամ եթե ազարտային խաղեր եք խաղում, ապա հնարավոր է Յուպիտերը հաղթանակ բերի։ Հիմա նշեմ, թե ովքեր բոլորից շատ հենց այս ամսում Յուպիտերի դրական ազդեցությունը կզգան, ովքեր ասցենդենտով Խոյ են, ասցենդենտը գտնվում է Խոյի 7-ից 13 աստիճանում, կամ ովքեր ծնվել են, հիմա նշեմ։ Ապրիլի 30-ից մինչև ներողություն, մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Յուպիտերի ազդեցությունը զգալու եք բոլորից շատ դուք։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, արդեն շուտով դուրս կգա այնտեղից, այս ամսում 25-ից 28 աստիճան է շարժվելու, իսկ աղեղնավորը ձեր 9-րդ տունն է։ Այսինքն ինչ-որ լարվածություններ կամ ոչ հաճելի իրավիճակներ կարող են լինել կամ ձեր համալսարանում, կամ եթե արտասահման եք գնում, ապա արտասահմանի հետ կապված ինչ-որ հարցերում, եթե պետք է գումար ուղարկեք արտերկիր կամ ինչ-որ գումարային թեմաներ լինի, զգույշ եղեք, որ խաբեության զոհ չդառնաք։ Այժմ նշեմ նորալուսին և լիալուսինը, որը սովորական նորալուսին ու լիալուսին չէ, այլ այս օրերին ունենալու ենք Խավարում, և ամսի 12-ից սկսած մինչև ամսի 28-ը գտնվելու ենք խավարումների միջանցքում։ Սրանց հետ կապված առանձին նյութեր արդեն իմ էջում կարող եք գտնել, սիրելի ընկերներ, նայել, այժմ մի փոքր ավելի համառոտ ներկայացնեմ։ Առաջինը նորալուսին ենք ունենալու ամսի 12-ին, այսօրը ունենալու ենք Խավարում, առյուծ նշանի 20 աստիճանում, իսկ սա նոր էներգիայի նոր սկիզբ է,
կամ ինչ-որ գործողություններ պետք է սկսեք կատարել այս ժամանակահատվածում, որի արդյունքը մի փոքր ավելի ուշ կտեսնեք։ Համենայն դեպս սա նոր սկիզբ է։ Հատկապես ձեր 5-րդ տանն է լինելու այս խավարում, այսինքն նոր բիզնես, գուցե նոր հոբի, նոր սիրավեպ սկսվի, կամ նորություն լինի երեխայի տեսքով։ Հատկապես բոլոր նրանք են զգալու այս խավարման ազդեցությունը, ովքեր ասցենդենտով են խոյ եւ ասցենդենտը գտնվում է խոյի 20 աստիճանում կամ ովքեր ծնվել են ապրիլի 11, 12, 13 այս օրերի ծնվածները եւս այս խավարման ազդեցությունը կզգան։ Եվ հաջորդը կլինի լիալուսին ամսի 28-ին կլինի կրկին խավարում։ Լուսնի խավարում է լինելու ձկներ նշանի 4 աստիճանում, իսկ դա ձեր 12-րդ տունն է։ Եվ ինչ-որ բան կարծես ձեր կյանքում կհանգուցալուծվի, կգա իր տրամաբանական ավարտի, ինչը կապված է արտասահմանի հետ, ոչ թե արտասահմանի, այլ հեռավոր հողերի հետ, գուցե այս ժամանակահատվածում որոշեք մեկնել բնակության արտերկիր կամ գնաք այնտեղ օրինակ ինչ-որ անշարժ գույք ձեռք բերեք կամ եթե ինչ-որ հիվանդանոցում եք գտնվում, ինչ-որ նման ինչ-որ խնդիրներ կային, առողջական, ապա այս ժամանակահատվածում արդեն կավարտվի այդ ամենը։ Այսքանը սիրելի ընկերներ մոլորակների հետ կապված, այժմ նշեմ լարված օրերը։ Լարված մինչև ամսի 5-ը սիրելի ընկերներ լարված է լինելու, Մարսը Վեներան է 90 աստիճանի անկյուն կազմելու, Մարսը Սև լուսինն է 180 աստիճանի անկյուն կազմելու, այս օրերին ձեզ մնացեք գումարների հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու կամ ինչ-որ տարաձայնություններ կարող են լինել գումարների հետ։ Հաջորդ լարված օրը կլինի ամսի 17-ին, շատ զգույշ եղեք սիրելի ընկերներ, տանը հատկապես կրակի, գազի հետ աշխատելիս կամ առասելակա հոսանքի, ջրերի հետ, քանի որ հնարավոր է ինչ-որ վթարային իրավիճակներ լինի, օրինակ ջրի հետ կապված եւ այլն, տանը ջուր լսվի, մի խոսքով նման ինչ-որ հարցեր կարող են լինել, այնպես որ շատ զգույշ եղեք։ Հատկապես թող զգուշանան այն խոյերը, ովքեր ասցենդենտով են խոյ, ասցենդենտը գտնվում է խոյի 3 աստիճանում կամ ովքեր ծնվել են ապրիլի 25, 26, 27 այս օրերի ծնվածները թող բոլորից զգուշանան, բայց սա չի նշանակում, որ մենակ դուք բոլոր խոյերը պետք է զգուշանան։ Հաջորդ լարված օրը կլինի օգոստոսի 22-ը, Վեներան եւ Սատուրն են կազմելու 180 աստիճանի անկյուն, սիրելի ընկերներ, ձեզ մնացեք հարաբերություններ բարձելուց այս օրը։ Եվ եթե պլաններում ունեք, այս օրը ինչ-որ կարևոր ժամադրության գնալ կամ սեր խոստովանել, լավ կլինի այս օրը դա չանեք։ Եվ հաջորդ լարված օրը կլինի ամսի 28-ը, Ուրանը եւ Արևը 90 աստիճանի անկյուն են կազմելու, փորձեք այս օրը ձեզ մնալ ճանապարհ գնալուց, հատկապես ինքնաթիռ նստելուց, կամ եթե նստելու եք ուղղակի ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ, ռեյսը հետաձգվի եւ այլն, ինչպես նաեւ այս օրը կարող է ինչ-որ անսպասելի նորություն ստանաք։ Այսքանը սիրելի ընկերներ կապված օգոստոս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։